Պարոն Կարապետյան, իմ հարցերը արտաքին քաղաքական ոլորտին են վերաբերվում, ես ուզում եմ մի քանի հարցերի հետ կապված դուք ավելի մանրամասնեք ձեր պատկերացումները, ինչպիսին են լինելու իշխանության գալու դեպքում։ Առաջինը վերաբերվում է նույն հապկին, քանի որ դուք ասում եք, որ երաշխավորված խաղաղություն եք պատրաստվում բերել, արդյոք հապկն է լինելու, դուք դիտարկում եք հապկը որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Երկրորդ հարցը վերաբերում է խաղաղության պայմանագրին, խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, այնտեղ 17 կետանոց այդ փաստաթուղթը համաձայնեցված է։ Ուզում եմ հարցնել, դուք նախորդ ձեր հարցազրույցում ասացիք, որ երկրորդ Նիկոլ Փաշինյան Հայաստանում չկա, որ նույն սխալները թույլ տա։ Սա արդյոք նշանակում է, որ այս պայմանագիրը այս տեսքով ստորագրվելու է, եթե ոչ, այդ դեպքում ինչ կետեր եք պատրաստվում այնտեղից հանել կամ ինչ կետեր եք պատրաստվում այնտեղ դարձնել բանակցային օրակարգ եւ մտցնել փաստաթուղթ, որտեղ փաստաթղթի այդ կետերը հրապարակային են, եթե դրանց հետ կապված խնդիրներ կոնկրետ կան, կուզեի դրանց մասին խոսեիք։ Եվ երրորդ հարցս վերաբերում է թրիփին եւ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններին, այստեղ եւս ամեն ինչ համաձայնեցրել եւ ստորագրել են, ուզում եմ իմանալ այստեղ հատկապես առանցքային պայմանավորվածություններից մեկը հենց այդ հատվածն է թրիփի եւ դե ընդհանուր ապաշրջափակման մասին է խոսվում, այստեղ ինչ որ փոփոխություններ դուք պատրաստվում եք մտցնել, թե ոչ, թե այս փաստաթղթերը ընդունելու եք որպես իգիտություն եւ այս պայմանավորվածությունները կյանքի կոչեք։ Ինչ վերաբերվում է այսօր նորից ասեմ փոքրիկ խմբակի առաջարկված խաղաղությանը, մենք հասկանում ենք, որ այսպիսի խաղաղություն հայ ազգին, հայ ժողովրդին չի բավարարելու։ Մենք նորից եմ կրկնում, փոքր պետություն ենք, թեկուզ հպարտ, մեզ պետք են երաշխավորներ, դրա համար մենք ասում ենք, մեկից ավել երաշխավորներ, աշխարհում շատ չեն այդ երաշխավորները, աշխարհում ընդամենը ռեալ կա 3 գերտերություն, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Չինաստանը, եւ կան տարածաշրջանային շահեր ունեցող, դուք հասկանում եք, պետություններ, մենք ունենալու ենք երաշխավորություն այդ պետություններից։ Միաժամանակ միառժամանակ ում հետ կարող ենք պայմանավորվել, վստահ եմ մեկից ավել ենք պայմանավորվելու։ Դրա համար ես ուզում եմ մենք չխաբնվենք եղած խաղաղության օրակարգին, դա Ադրբեջանի խաղաղության օրակարգն է, որը թելադրվում է մեր ժողովրդին։ Փաշինյանը շատ մեծ հաջողությամբ խաղաղություն բերեց Արցախին։ Հիմա շարունակում է այդ օրակարգը։ Դուք հասկացեք, ինչ հայտարարում է Փաշինյանը, մենք բոլորս տեսնում ենք։ Ինքը արձագանքելու փոխարեն գնում թմբուկ է նվագում։ Որովհետև կորցրել է իրականության զգացմունքը, չգիտի ինչ պատասխանի։ Մարդը, պատկերացրեք, 3 անգամ նույն մարդուն պարտվել է։ Ինչպես կարող էինք այդ մարդու հետ հավասարը հավասարի նման բանակցել։ Ինչպես կարող է այդ մարդը չվախենալ իր շեֆից։ Ինքը արդեն նրան հռչակել է, ինչը մենք տեսանք 2 օր առաջ, ինչպես ցուցադրեց գլխավոր մարդուն։ Նրա համար ոչ Եվրոպա, ոչ եվրոպական արժեքներ բացարձակ նշանակություն չուներ, ամենակարևորը ցույց տար ինչքան կրուտոյ ղեկավար ինքը ունի, ով նստած են ժողովրդական լեզվով ասեմ, հատատա տվեց
եվրոպացիներին եւ եվրոպական արժեքներին, եւ դա կատարվեց մեր երկրում, մեր երկրի մայրաքաղաքում։ Ինչ վերաբերվում է թրիպին, դա իրոք նախաստորագրված փաստաթուղթ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարի մասնակցությամբ, մենք նորից եմ ասում, չենք կանգնեցնելու ոչ մի պետական մակարդակով ստորագրված փաստաթուղթ, բայց դա չի նշանակում մենք անելու ենք այն, ինչ գրված է այնտեղ։ Մենք փորձելու ենք ինչքան հնարավոր է լավարկել այդ փաստաթուղթը, ավելի համապատասխանեցնել մեր երկրի շահերին, քանի որ ես մտավախություն ունեմ, որ դրանից օգտվում են բոլորը, բացի Հայաստանը, իսկ եթե Հայաստանը օգտվում է դրանից եւ համապատասխան չափով է օգտվում, ուրեմն թրիպը շարունակելու ենք իր հունով կգնա առաջ։ Երեք կարճ հստակեցնող հարց պարոն Կարապետյան, որ ավելի հասկանալի լինի։ Ես ճիշտ հասկացա, որ դուք ՀԱՊԿ-ը առանձին որպես այդպիսին Հայաստանի երաշխավոր չեք դիտարկում, որովհետև ասացիք առնվազն մեկ կառույց կամ մեկ երկիր պետք է, առնվազն մեկից ավելին պետք է լինի։ Ես այստեղ ձեզ ճիշտ հասկացա, որ ՀԱՊԿ-ին առանձին չեք դիտարկում որպես երաշխավոր։ Երկրորդը խաղաղության պայմանագիրը վերաբանակցելու եք, այսինքն կան այնտեղ կետեր եւ այլն, այստեղ էլ դուք ասացիք, որ այն խաղաղությունը, որ խաղաղության այն տարբերակը, որ ձևավորված է, չի համապատասխանում ըստ ձեզ Հայաստանի շահերին, այսինքն այստեղ եւս վերաբանակցելու հարց եք բերել օրակարգ։ Իսկ այս հարցը ես ուզում եմ ուղղեմ ձեզ։ Ձեզ ձեռնտու է այնպիսի խաղաղությունը, որից հետո մենք կարող ենք կորցնել Սյունիքը։ Ձեզ ձեռնտու է այնպիսի խաղաղությունը, որից հետո 300,000 ադրբեջանցիներ, ինչպես Ալիևը ասում է, իրենց մեքենաներով շարժվելու են դեպի Հայաստան։ Ձեզ ձեռնտու է խաղաղությունը, որ մենք մեր Սևանը կոչելու ենք Գյոլչա։ Դրա համար ասում եմ, պետք է փոփոխություն լինի, իշխանության փոփոխություն լինի, նոր մարդ պետք է լինի բանացողը, նոր մտքերով, նոր հնարավորություններով, նոր միջազգային հնարավորություններով։ Այս մարդը ինչ կարողացել է, արել է, դրանից մեր ժողովուրդը չի օգտվել։ Հիմա պետք է փոխենք այս մարդուն։ Հնարավոր չի շարունակել նույն ձևով խայտառակվել ամբողջ աշխարհում, շարունակել նվաստացնել մեր ժողովրդին, ինչը Փաշինյանը թմբուկ նվագի ու դրանով զվարճացնի, մոբիլիզացնի այն մարդկանց, ովքեր ապրում են միայն այն նախընտրական կաշառքներով, որը Փաշինյանը ընտրություններից առաջ ցուցադրաբար տվեց մեր ժողովրդին։